Ժամանակ տեսա հաղորդագրությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է, որ այնտեղ ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ կասկածներ կան եւ նյութեր կան եւ այդ մասով է գործընթացը եւ բնականաբար մենք պարտավոր ենք ընտրությունների օրինականությունը ապահովել, մենք մշտապես ասել ենք, որ ընտրակաշառքը տեղ չունի եւ չպետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում այլևս, որ դա Հայաստանի Հանրապետության դեմ է իբն է եւ բնականաբար սա ընտրակաշառքի դեմ է, այսինքն եթե ընդդիմադիրները մտածում են կամ մեկնաբանում են, որ ընտրակաշառքը արգելելը ճնշում է իրենց դեմ, ապա իրենք իրենց նույնացնում են ընտրակաշառքի հետ, ես համաձայն եմ իդեպ դրանում, որտեղ իրենք եւ ընտրակաշառքը գենետիկորեն նույնական են քաղաքական գենետիկության տեսանկյունից, հետեւաբար քաղաքական գնահատականն է նա, որ դա ճնշում է ընտրակաշառքի դեմ, եթե իրանք համարում են, որ դա ճնշում է նաեւ իրենց դեմ, դա իրենց խնդիրն է, բայց ընտրությունների թափանցիկության, մրցակցայնության, արդարության տեսանկյունից որևէ ճնշման մասին խոսք չկա, ժողովուրդ ջան, դուք ինքներդ տեսնում եք Գյումրիում քարոզը արշավի ժամանակ ով ինչ հասցնես խոսում է, ով իր լափառոշ բերանը միջև որտեղ ասես բացում է, անցնում է բոլոր բաներ, սահմանները քաղաքական մրցակիցների նկատմամբ եւ ճնշումների միջավայրը այդպեսին չի լինում։ Կներեք, դուք այլ մարդիկ հարցեր կան։ Չեք ուզում հարցնել։ Չէ, որովհետև մենակ ձեր հետ չեմ հարցել ես հանում։ Մոտեցել, կարծում եմ ճիշտ ես Դու մենակ դուք չեք մոտեցել, էլի մարդիկ կան։ Համեցեք։ Պարոն Կոնջարյան, դուք որ ասում եք լափառոշ բերանների միջև որտեղ բացում են, հա։ Իսկ ձեր այդ խոսելա ձևը, ձեր այդ արտահայտվելա ձևը Լափառոշ բերանը։ Հա, դա քաղաքակիրթ է, ձեզ քաղաքական։ Տեսեք, ես ձեզ ասեմ, դա 10 անգամ ավելի ցածր նշաձողով արտահայտչան միջոց է ի համեմատություն հենց այն մարդկանց, ովքեր որ եթե դուք լսել եք մարդիկ նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ են ասում, այսինքն լափառոշ բերանը ինքը չի համարվում ոչ նորմատիվային եզրույթ, բայց դա ուղղված է այն մարդկանց հատկապես, ովքեր օգտագործում են ոչ նորմատիվային բառապաշար, հայհոյանք եւ այլն, այսինքն ես նույնիսկ ասիմետրիկ անհամաչափ բարևարք բառապաշար եմ օգտագործում այդ մարդկանց նկատմամբ։ Երբ որ դուրս պրծուկը վերաբերվում է մարդկանց, ովքեր որ իրենք դրանից ավելի խիստ տոնայնության բառեր են օգտագործում, ապա այո, որովհետև դուրս պրծուկը եւս չի հանդիսանում ոչ նորմատիվային բառ։ Իսկ երեք նախագահներին որ նա կողք կանեն, պատերին կտան։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի ամեն ասած տառ, որ երեք ասել է։ Դուք ուղղակի պետք է ուշադրություն դարձնեք երեք նախագահների գրասենյակների, երեք նախագահների քաղաքական համախոհների, երեք նախագահների զավակների, բաժանաղների եւ մնացած բոլոր փոխկապակցված անձանց բառապաշարները ուղղված առ վարչապետ եւ ուղղված մեր քաղաքական թիմին եւ հետո նոր դիտարկեք վարչապետի ասածը, որպես նաև արձագանք է ամեն ինչ։ Ինչ որ վարչապետն ասել է, ճիշտ է ասել։ Ինչ որ վարչապետն ասել է, ճիշտ է ասել եւ ի վերջո, եթե իրենք այդքան քաղաքական խիզախություն ունեն, թող գնա բանավեճին մասնակցեն։ Շնորհակալություն ժողովուրդ։